Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Առավոտի ջրբաժան հաղորդաշարը եւ մենք խոսում ենք մարդկանց բաժանող եւ գուցե միավորող գծերի մասին։ Եվ այժմ Առավոտի տաղավարում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ուզում եմ սկսել Մխիթար Գոշից, որի դատաստանագրքի մասին դուք աշխատություն եք գրել, ընդհանրապես համաձայն եք, որ մենք գրքերը կարդում ենք ոչ թե հենց այնպես, այլ այդ գրքերի մեջ մենք փորձում ենք պատասխաններ ստանալ ժամանակակից ինչ-որ հարցերի, մեզ հուզող հարցերի։ Ես պատմաբան չեմ, բայց իմ պատմաբան ընկերների հետ երբեմն զրուցում եմ այս հարցի շուրջ։ Պատմագիտությունը այդ ընկալումն է տարածված եւ դրա կողմնակից եմ ես, պատմագիտությունը դա կիրառական գիտություն է։ Եվ ես կարծում եմ, որ անիմաստ է պարզապես պատմության խորքերը գնալ, եթե դու խնդիր չունես դասեր քաղելու եւ խնդիր չունես դրա հիման վրա այսօրվա իրողությունները գնահատելու եւ ապագան ավելի լավը դարձնելու։ Իսկ իրավաբանության խորքերը։ Եթե խոսքը իրավունքի պատմությանն է վերաբերվում, ապա մենք այստեղ լուրջ խնդիր ունենք, որովհետեւ կարծում եմ շատ գործ կա անելու եւ այն գործը, որ ես եմ ստանձնել, մի կաթիլ եմ համարում ծովում, որ պետք է հուսով եմ մեր սերունդները իրականացնելու են։ Ընդ որում Մխիթար Գոշը ամենահայտնին է մեր իրավունքի պատմության էջերում։ Մենք ունենք Սմբատ Բունդեսլավլի, բայց դա այդքան հայտնի չէ համարի, բայց մի ընդհանուր օրինակ կբերեմ, որ պատկերացնենք, թե որքան մենք փոքր ընկալում ունենք նույն Մխիթար Գոշի վերաբերյալ, էլ չեմ ասում մյուսների վերաբերյալ, որ մի հայտնի Կիսանդրիկա քաղաքում, չեմ ուզում ասել որտեղ, բայց հանրային ինստիտուտներից մեկի դիմաց Մխիթար Գոշի եւ այնտեղ տողեր են ներկայացված որպես Մխիթար Գոշի խոսք, բայց դա ամենևին Մխիթար Գոշի խոսքը չէ, այլ մի հեղինակի խոսք է, որը նա ամփոփում է Մխիթար Գոշի մոտեցումները, իրավաբանությունը եւ այլն, այսինքն այս աստիճան մենք ունենք ընկալման խնդիր։ Ես եւ իմ ընկերները արդեն երկրորդ տարին է այս տարի եւս անելու ենք, բայց ոչ Գոշավանքում։ 2 տարի Գոշավանքում ամառային դպրոց ենք կազմակերպել Ավետիք Իշխանյանի անվան, իրավունքի պաշտպանության ամառային դպրոց, ուսանողների համար իրավաբան։ Եւ մենք հետևում ենք, թե այդ հայերեն բառը չգիտեմ, գիդերը էլի, գիդերը ինչեր են խոսում առհասարակ զբոսավարները, այո։ Զբոսավարները, երբ որ զբոսաշրջիկներին բացատրում են, թե ով է Մխիթար Գոշը, ինչ է Գոշավանքը, ես մի քանի մաս սպիտակել էի մոտ այդ տեքստերի հետ կապված եւ նաեւ դա էլ է նպաստել նրան, որ մտածում եմ, որ ինչքան էլ զբաղված լինենք, պետք է ժամանակ գտնենք նաեւ մեր ինքնությունը ճանաչելու ուղղված քայլեր անելու համար։ Մխիթար Գոշը կապում էր աստվածային օրենքները իրավական պրակտիկայի հետ։ Արդար դատաստանը աստվածային կարգի երկնային արտահայտություններից մեկն է, այդպես է։ Մխիթար Գոշը եղել է վարդապետ, ընդ որում եղել է շատ հայ եկեղեցու վարդապետ, ընդ որում եղել է շատ այսպես խորքային եկեղեցու կարգ ու կանոնը ճանաչող եւ դրա համար պայքարող, դրա համար կռվող մարդ եւ նրա ողջ իրավաբանությունը պետք է հենց այդ տեսանկյունից դիտարկել։ Բնականաբար ցանկացած հոգեվորական, ցանկացած աշխարհիկ երևույթ դիտարկում է հոգեվոր պրիզմայով եւ այս տեսանկյունից նա հենց ամենաառաջի խոսքերից մեկը, որ մենք դատաստանագրքում տեսնում ենք բովանդակային, դա այն է, որ չմոռանանք, որ առաջին դատավորը հենց Աստված է։ Եվ դրա հիման վրա է կառուցվում իր ողջ իրավաբանությունը եւ շատ հետաքրքիր է, որ նույնիսկ էմոցիան զգացվում է այդ տողերը կարդալիս, երբ ասում է, որ գիտեք, ես չէի ուզում այս գործը ստանձնել, բացատրում է թե ինչպես եղավ, որ մեծ հաշվով ստիպված եղավ ստանձնել, որովհետեւ այն ինչ որ ես հիմա գրում եմ, ես դրանով եմ դատվելու։ Այդ քրիստոնեական մոտեցումը, որ դատով որ դատում ես, նույն դատով էլ դատվելու ես, Մխիթար Գոշը տարածում է նաեւ օրենքներ գրողների վրա եւ կարծում եմ սա շատ լավ օրինակ է այսօրվա օրենքներ գրողների համար։ Ոչ միայն դատավորներն են դատվելու այն դատով, որով որ դատում են, այլև օրենքներ գրողները այն օրենքով, որով որ դրանք
որը նրանք մեզ բոլորիս հրամցնում են։ Բայց դատավորների մասին նա գրում է, որ դատավորը պետք է Աստծո երկյուղ ունենա, չէ՞։ Եվ բայց ենթադրենք ժամանակակից դատավորը աթեիստ է կամ զուտ տեսականորեն ենթադրենք բուդդիստ է։ Նա Աստծո երկյուղ պետք է ունենա, թե չէ։ Դե բնականաբար Մխիթար Գորշի ժամանակներում որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ինչ որ մեկը կարող է լինել աթեիստ, առավել եւս բուդդիստ։ Երևի չէին էլ պատկերացնում, չէ, ոչ թե երևի էլ չէին էլ պատկերացնում ազգերի մասին, որ նա գրում է ազգերի մասին, ընդհանրապես խոսում է քրիստոնյա եւ մահմեդական ազգերի մասին, այլ ազգերի մասին չի էլ խոսում։ Մահմեդական։ Իդեպ շատ մեծ առնչություններ կան մահմեդական իրավունքի հետ, այդ մասը ամենաքիչ ուսումնասիրվածն է։ Եվ ես փորձել եմ նաեւ այդ ուղղությամբ զուգահեռներ տեսնել։ Քան գիտեմ շատ հանդուրժող է, չէ՞, մահմեդականների նկատմամբ։ Մահմեդականների նկատմամբ այնքանով է հանդուրժող, որքանով որ հնարավոր էր այդ ժամանակահատվածում։ Իհարկե խտրականության բաղադրիչներ կան, որոնք որ պայմանավորված են հայերի նկատմամբ դրսևորված խտրականությամբ հենց մահմեդականների կողմից, չմոռանանք, որ հայերը ապրում էին մեծապես ապրում էին մահմեդականների իշխանության ներքո, եւ դա հայելային պատկերն էր այն խտրականության, որ հայերի նկատմամբ իրականացվում էր։ Ավելի շատ այստեղ ես ձեր հարցին վերադառնալով երկյուղի հետ կապված, ես չեմ ուզում, որ սա մենք դիտարկենք բացառապես հոգևոր տիրույթում։ Ես այդ մոտեցման կողմնակիցն եմ, որ ցանկացած աշխարհիկ ինստիտուտ դա ինչ որտեղ ժամանակին եկեղեցական, աստվածաբանական, գաղափարների ինստիտուտների զարգացման արդյունքն է։ Եվ դրա անունը այսօր խիղճ է պարզապես։ Պարտք է։ Այսինքն դատավորը կարող է որևէ հավատք չունենալ, բայց ունենա պարտքի զգացում եւ դա նույն գործառույթն է կատարում։ Նաեւ իրավապաշտպան, նաեւ լրագրողը։ Միանշանակ։ Բայց գործառույթը նույնն է։ Այդ պարտքի զգացումը դա համարժեք է մեծ հաշվով այդ հոգևոր զգացողությանը։ Եվ թեման ավարտելով Գորշի, հա, այն միտքը, որ մեզ որ տանում է մեզ դեպի ժամանակակից կյանք, որ օրենքների կատարումը պետք է նաև որպեսզի լինի համերաշխություն եւ խաղաղություն, ներքին հասարակական կայուն։ Ինչպես դա այդ կապը երկու բառով խնդրում եմ բացատրեք։ Սա բխում է աստվածաշնչյան մոտեցումներից եւ նա մեջբերում է նաեւ այստեղ։ Սա աստվածային խաղաղության արտահայտությունն է մարդկային հարաբերություններում։ Կարճ այսպես կբացատրեմ։ Էլի այստեղ երևում է Գորշի վարդապետ լինելու, հոգևորական լինելու եւ այդ գաղափարախոսության շատ ջերմերանտ կողմնակիցը երևի կամ լավ բառ չեմ ասում, ջերմերանտ կրողը լինելու հանգամանքով է պայմանավորված։ Դա լավ անցում է մեր այսօրվա ժամանակին անցնելու համար, որ չկա համերաշխություն, չկա խաղաղություն հիմա Հայաստանում եւ գուցե պատճառներից մեկն այն է, որ օրենքը չի կատարվում։ Օրենք ասածը իրավաբանները կվիճեն եւ խոսեն եկեք իրավունքի մասին խոսենք, կասեն եկեք իրավունքի մասին խոսենք։ Եթե մենք օրենքը հասկանում ենք տեխնիկական իմաստով, իսկ սովորաբար այդպես էլ հասկանում ենք, այսինքն ինչ որ մարդիկ ստանում են մանդատ կամ չեն ստանում, բայց իրենց վերագրում են այդ մանդատը, ինչ որ մի լավ դահլիճում նստում են, խոսում են, ընթացքում էլ կոճակներ են սխմում եւ պաշտոնական տեղեկագրում եւ Arlis KTM կայքում հայտնվում են ինչ որ տեքստեր, որոնք որ պարտադիր են բոլորիս համար, այսպես ես փոքր պարզունակ ձևով դա ներկայացրեցի։ Դա է օրենքը, դրա արժեբանությունն է ավելի մեծ, թե այն չգրված օրենքների, որ բոլորիս սրտում կա եւ մենք պետք է ասենք իրավական նորմերը չեն գործում, հա, այդպես կլինի ավելի ճիշտ։ Դե ես հենց սրա մասին եմ խոսում, այստեղ ոչ միայն գործելու չգործելու խնդիրն է, այլև նա որ վերջին շրջանում, հատկապես վերջին շրջանում բազմաթիվ անարդար օրենքներ են ընդունվում։ Սրա մասին էլ խոսենք։ Նախկինում անարդար օրենքների, ոչ իրավաչափ օրենքների տեսարակարար կշիռը շատ փոքր էր եւ այդ երկյուղը որ խոսում ենք, այդ երկյուղը պրոյեկտվում էր օրինակ, բայց սա եվրոպացիները կքննադատեն, բայց սա Վենետիկի ազնաժողովը կասի, ինչ եք անում դուք բարբարոս չեք, sense բանով հիմա դրան ոչ մեկ չի նայում։ Այդ նման հանգամանքներին որևէ մեկը չի նայում։ Կառավարության ծրագիր են հաստատում, մինչ այդ նախընտրական ծրագիր էին հաստատել, որտեղ ուղիղ հակասահմանադրական դրույթներ են նշում, օրինակ նույն եկեղեցու վեղապար հայրապետի հետ կապված, որ ուղիղ սահմանադրության մեջ արգելք կա
եկեղեցի պետություն անջատման հետ կապված դրույթ կա, այսինքն արգելք կա, որ պետությունը միջամտի եկեղեցու հարցերին, կրոնական կազմակերպության հարցերին, եւ ես օրեր առաջ ազգային ժողովում չեմ դիտում անկեղծ ասած, գնայում եմ նյարդերս, բայց այդպես ստացվեց, որ մի պահ ականջիս հասավ մի ԿՊԱ-ական падգամավոր, ընդ որում այն քիչ ԿՊԱ-ական падգամավորներից է, որ հայտնի է հանրության եւ հատկապես եւ այսպես լուրջ խնդրահարույց վարքագծով շատ աչքի չի ընկել, դրանցից մեկն էր, եւ նա ասում էր, իսկ ով է ասում, որ սահմանադրության մեջ նշված է, որ եկեղեցին եւ պետությունը անջատված են, այսպես ապշել, այսինքն մեկ-մեկ նույնիսկ ասեն պետք է բացել եւ կարդալ։ Հա, բացել եւ կարդալ եւ պետք է 0-ից գալ եւ ասել, գիտեք, եկեք սկսենք մեկին գումարած 1 հավասար է 2, A, B, G տարերը իրար հետ։ Մի խոսքով, այս մակարդակի խնդիրներ ենք ունենում։ Դուք ծրագրի մասին ասացիք, իսկ կարող եք օրինակ բերել օրենքի, ընդունված օրենքի, որը սխալ էր ձեզ։ Անշուշտ։ Այն քրեական հետապնդումները, որ իրականացվում են հատկապես խոսքի ազատության հետ կապված, դրանք մեծ մասամբ նոր ընդունված օրենքների արդյունքում են իրականացվում։ Եվ հատկապես նորից ասեմ խոսքի ազատության հետ կապված օրենքները, դրանք մեղմ ասած շատ հաճախ խնդրահարույց են։ Ոչ միայն դրանց կիրառումն է խնդրահարույց, այլ հենց օրենքներն են խնդրահարույց։ Խոսքի ազատությունը սահմանափակող օրենքները։ Օրինակ արատավորող տեղեկություններ տարածելու ձևակերպումը, որ օրենքում օգտագործված է Էդգար Ղազարյանն էլ դրա համար դատեցին, դա հնարավորություն էր տալիս պարզ վիրավորանքը նույնիսկ նույնպես դրատակներ առել եւ քրեական սարքել։ Այո, քրեական սարքել խոսքը վերաբերում է օրինակ դատավոր դատախազ փաստաբան քննիչ իհարկե որևէ փաստաբանի նկատմամբ վիրավորանքը որևէ մեկի մտքով չի անցնում, որ մեկին քրեական հետապնդում կառուցեն, կտանեն հակասցնեն դատարան, կդատապարտեն, մեղադրական վերդիկտ կայացնեն եւ այլն, բայց եթե խոսքը վերաբերվի դատավորներին, հատկապես օրինակ սահմանադրական դատարանի դատավորներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն ռեժիմի համար, տեսնում եք թե ինչպես մենք ունեցանք օրինակ քաղաքական գործ չի, որում քաղաքական գործ չի, որը որ բավական ակտիվ է, բավական օրինակը այդ ուղղությամբ բերեմ։ Հարկման հետ կապված։ Մենք հիմա խնդիր ունենք, մեր քաղաքացիները խնդիր ունեն փաստաբաններին դիմելու հարցում։ Մենք ստիպված ենք մեր ծառայությունների գինը բարձրացնել, որովհետև շեշտակի աճեցին հարկերը, եւ դա իմ համոզմամբ իրավունքի տեսանկյունից ասեմ, ուղիղ հակասում է իրավաբանական օգնության, մատչելիության պահանջին։ Կարող եմ հաստատել, որպես լրատվամիջոց դե շատ են մեզ դատի տալիս, բնականաբար ավելի թանկ է դարձել։ Այո, որովհետև 40% առնվազն դու պետությանն ես տալի նախկինում, դա 5-ից սկզբից 5-եր հետո 10 դարձրեցին, 10 ընդունելի էր կարծում եմ։ 10-ի դեմ ես չեմ բողոքել։ Կամ սխալ չեմ համարել, 10-ը կարծում եմ ողջամիտ էր, բայց 40 դարձնել շահութահարկ, ավելացված արժեքյար, դա արդեն չափազանցված է, որովհետև մարդիկ ստիպված են դա թողնել վստահորդների վրա, իսկ դա նշանակում է վստահորդների համար համարակրկնակի փաստաբանական ծառայությունները աճում են։ Շատ օրինակներ կարող եմ բերել, բայց սկզբունքն է այստեղ կարևոր։ Առաջ մարդիկ երկյուղ ունեին այն կառույցներից, որոնք որ լավ թե վատ իրականացնում էին որոշակի արժեքների, մարդու իրավունքների, ժողովրդավարություն, պահապանի գործառույթներ։ Հիմա այդ գործառույթը որևէ մեկը չի իրականացնում, երկյուղ չկա, եւ մենք էլ ներքին այդ հասունությունը չունենք, որ ինքնակնդատություն լինի։ ԿՊԱ-ականների վարքագծին, որ նայում ենք, այդ մարդիկ ուղղակի երևի այդ գործառույթը անջատված է ինքնակնդատություն։ Այդպիսի օրենքներ ընդունվում են թյուրիմացաբար, թե հատուկ ռեպրեսիվ ռեժիմ ստեղծելու համար։ Հատուկ ռեպրեսիվ ռեժիմ ստեղծելու համար են այդպիսի օրենքներ ընդունվում են մարդու իրավունքները սահմանափակելու համար։ Մարդու իրավունքների տեսանկյունից, տեսեք, այստեղ մի շատ նուրբ հարց կա։ Շատ հաճախ օրինակներ են բերում 90-ականների վերաբերյալ, 2000-ականների սկզբի վերաբերյալ, որ դե լավ ոնց ենք կարող ենք հայմատել այն ժամանակ այսպես էր, հիմա այսպես է։ Եթե մենք ստատիկ տեսանկյունից ենք նայում, գուցե եւ ոչ թե գուցե, այլ իսկապես որոշ հարցերում այսօրվա մարդու իրավունքների վիճակը կարող է ավելի դրական համարվել, բայց ստատիկ վիճակում նայելը սխալ է մեթոդաբանորեն, դինամիկան էր կարևոր։ Մինչև 2000, նույնիսկ ոչ թե 18, այլ 2019-20 թվականները մենք ունեցել ենք ամիս առ ամիս, տարի առ տարի մարդու իրավունքների վիճակի բարելավում, օրենսդրության առումով եւ պրակտիկայի առումով։ Հետո սկսել է գահվիժումը։ Այսինքն
2026 թվականը մենք չպետք է համեմատենք օրինակ 2000 թվականի հետ, այլ պետք է համեմատենք 2017 թվականի հետ, որը իդեպ ամենալավ տարին է համեմատելու համար, դա էլ ասեմ, օրենսդրության տեսանկյունից եւս։ Ձեր հարցին պատասխանելով հիշեցի մի շատ կարևոր ոլորտ, որ անպայման ուզում եմ ասեմ օրենքների տեսանկյունից, դա անձնական տվյալների հետ կապված օրենքներն են, որոնք որ հավաքագրվում, օգտագործվում, ոնց ուզում այդպես էլ օգտագործում են։ Հրապարակվում են, այո, հրապարակվում են եւ որևէ հետևանք չի առաջացնում, նույնիսկ բարոյական դաշտում ասում են, հա ինչ կա դրա մեջ։ Քննչական կոմիտեն բլոգեր է դարձել, ԿԳԲ-ն բլոգեր է դարձել անձնական տվյալները այսպես հրապարակելով։ Սա էլ է ռեպրեսիվ մեխանիզմի շատ կարևոր դրսևոր, մեզ վերջերս դրա մասին խոսում են, նաեւ ես ցավոք սրտի շատ ժամանակ չեմ ունեցել ծանոթանալ, բայց իմ գործընկերներն են ասում, որ արդեն իմաստավորվում է այս նոր տեսակի ավտորիտարիզմը եւ դրա կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ իրավապահ մարմինները ոչ միայն Հայաստանում իդեպ դրա համար եմ ասում, սա տենդենսի մաս է, իրավապահ մարմինների առաջնային գործառույթը դադարում է հանցավորության դեմ պայքարը լինել, այլ եւ դրա փոխարեն առաջնային գործառույթը դառնում է ռեժիմի քարոզչության սպասարկու լինելու հանգամանքը, որի շրջանակներում էլ կարող են ինչ որ փոքր կամ մեծ պայքար տանել հանցավորության դեմ, բայց հիմա մեր քաղաքացիները կարող են ասել դե լավ, հիմա քաղաքական գործերով մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մեզ չի վերաբերում, սա այդպես չի։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում եւ նույնիսկ օրորի կարող եմ տեսնել ոչ քաղաքական գործերով, գործեր, որ բացարձակ որևէ առինչ չունեն քաղաքականության հետ, նույն վիճակն է, ինչու, որովհետեւ եթե այսպես ասենք դուրը բացվում է, այդ դուրը միայն X տեսակի մարդկանց համար չի բացվում, բոլորի համար է բացվում։ Այն ինչ որ առաջ մարդիկ ուղղակի չէին էլ մտածում, որ կարելի է այդպես վարվել, քաղաքական գործերով ստանալով պատվեր այդպես վարվում են, մարսում են իրենց մեջ, որ դրա անթույլատրելիության եւ ամոթի այսպես բաղադրիչները եւ սկսում են այդ նույնը անել սովորական մարդկանց հետ կապված, սա շատ կարեւոր է։ Այն մարդկանց համար, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում։ Դառնալով մեր թեմային, ինչ է պետք անել, որպեսզի հասարակության մեջ լինի համերաշխություն եւ խաղաղություն։ Շատ բարդ հարց եք տալիս։ Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել դեղատոմսով, եթե ես իմանայի, օրինակ, ես կարծում եմ քաղաքականությամբ կզբաղվեի, ես ինձ հատուկ ասում եմ, ես հանրային գործունեություն եմ իրականացնում, բայց քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Բայց ես ունեմ ներքին ինչ-որ զգացողություն, որ սա շատ նման է այն վիճակին, որ մեր հանրության մեջ եղել է, օրինակ, 3-րդ դարի վերջերին, երբ որ ինչ-որ մի պայթյուն պետք է լիներ, ինչը քրիստոնեության ընդունման ձևով եղավ, որ հնարավոր լիներ այդ համերաշխությունը վերել։ Այսինքն ես տեսնում եմ, որ ինչ որ ոչ ստանդարտ դեղատոմս ես չեմ տեսնում դրա համար։ Խորացել է ահավոր։ Դե համերաշխությունը ենթադրում է երկխոսություն։ Բայց ես անձամբ չեմ կարող երկխոսել ինչ որ մարդկանց հետ, որոնք ասում են կտրիչ Ներսիսյան։ Չեմ կարող նրանց հետ զրուցել։ Չունեմ ես նրանց հետ արժեքային ինչ որ ներդաշնակություն, որպեսզի զրուցեմ նույնիսկ վիճեմ։ Բա ախր երկխոսություն, ցանկացած երկխոսություն ենթադրում է ինչ որ ընդհանուր գաղափարների շուրջ լրելային համաձայնություն։ Լրելային համաձայնություն, որ մենք դրա մասին չենք խոսում, բայց մենք բոլորս էլ ընդունում ենք, որ մեկին մեկ գումարած է երկու օրինակ, հա, այսպես ասեմ։ Բայց արդեն այդ մակարդակում ենք մենք տեսնում տարբերություններ։ Նույն ազգային ժողովի մանդատների բաշխման մասով մենք տեսանք, որ մեր երկրում իշխանություն իրականացնող մարդիկ ոնց որ թե բոլորովին այլ մաթեմատիկայով են առաջնորդվում։ Այդ մակարդակում տարբերությունը ֆունդամենտալ երկխոսության հիմքերն է վերացնում։ Դրա համար այստեղ ինչ որ մի ոչ ստանդարտ իրավիճակ է պետք է լինի, որ մարդիկ սթափվեն։ Բոլորը, ես նկատի չունեմ, ինչ որ չեմ մեղադրում, չեմ ուզում սա մենք վերացենք, որ մենք եւ նրանք չանենք։ Այն բոլոր մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, այդ բոլոր մարդիկ մի բան հասկանան, որ այսպես այլևս հնարավոր չի առաջ գնալ։ Կամ դու ավելի կոպիտ օրինակ բերեմ, դուք ասում եք, որ մարդանց խաշելը եւ ուտելը լավ է, ես ասում եմ, որ վատ է։ Մենք կարող ենք երկխոսել։ Դե հենց դա է հարցը։ Ֆունդամենտալ հարցի շուրջ երբ որ կա անհամաձայնություն, հնարավոր չի խոսել։ Իսկ երկխոսությունը միշտ ենթադրում է, ես մասնագետ չեմ, բայց բանակցությունների հիշեցի իմ դասերը արտասահմանում որ սովորում։ Դրա մասին էր մեր դասախոսը, մեր բանակցությունների հիմքում ինչ որ
ընդհանուր կետ պետք է լինի։ Դրա մասին պարտադիր չէ որ խոսվի, բայց լրելային մարդիկ գիտակցում են, որ այդպիսի ընդհանուր գիծ կա։ Մենք օր-օրի կորցնում ենք ընդհանուր գիծը։ Ժամանակին օրինակ դա Արցախն էր, հետո ավելի ուշ ժամանակ դրա այդ ողբերգական դեպքերից քիչ ավելի ուշ դա օրինակ մեր պետականության զարգացման քիչ թե շատ նույնական մոտեցումներն են։ Հիմա այդ ամեն ինչը դառնում է երկրորդական, որովհետև գնալով ավելի շատ է երևում, որ ինչ որ մարդիկ կան մեր երկրում, որ իշխանություն են իրականացնում, եւ իրենք որևէ այլ արժեք չունեն, քան իրենց իշխանության երկարաձգումը։ Եթե մարդը ասում է 23 թվականին լավ են արել, ձեզ քշել են իրենց տներին։ Ինչ կարող ես ասել այդ մարդուն։ Չէ, ոչ մի բան, պարզապես ոչ մի բան։ Պետք է պարզապես անգամ առանց հրաժեշտ տալու, անգամ փորձելով մոռանալ այդ էպիզոդը, որտեվ դա մարդու հոգեբանության վրա է ազդում։ Չգիտեմ դուք նկատել եք թե չեք նկատել, բայց թե հիվանդությունները, թե մահերը նյարդային վիճակից են գալի։ Այս ամեն ինչը մարդկանց վրա ազդում է, նյարդային համակարգը չի կարող անընդհատ նման այլանդակությունների առնչվել եւ ուղղակի հանգիստ առաջ գնալ։ Սա մեծ խնդիր է։ Մի մասնագիտական հարց կա արդյոք աշխարհում որևէ իրավաբան, եթե կպայական չի, որը կարծում է, որ կաթողիկոսին կարելի է հետապնդել իր պարտականությունները կատարելու համար։ Ես չեմ կարծում, որ ժամանակի եւ պատմության մեջ, որ մենք փնտրենք նման օրինակներ չենք տեսնում։ Իսկապես եղել են։ Բայց հիմա լրիվ ուրիշ ժամանակներ են, բարբարոսական ժամանակներ են անցել են։ Թվում էր թե անցել են։ Նաեւ կարմիր տերորի ժամանակն է անցել։ Անկամ կարմիր տերորի ժամանակ, այստեղ նրբություն կա, որոնք որ մարդիկ, որոնք գնդակահարություններ էին իրականացնում։ Իդեպ Մայրաթոր այցելելիս ես իմ օրինակով եմ ասում, ես չէի նկատել, մինչև իմ ընկերները ինձ տեղը ցույց չտվեցին, այնտեղ շատ յուրահատուկ հրեշտակապետաց եկեղեցի կա կլոր եւ դրա հետևում պատի վրա նշված են մեր հոգեվորականների անունները, որոնք որ այդ տերորի ժամանակ գնդակահարվել են, 100-ից ավել անուններ են։ Գնդակահարում էին, բայց արժանապատվությունը չէին նվաստացնում։ Այստեղ նուրբ բան կա։ Արժանապատվությունը չէին նվաստացնում, այսինքն ամեն դեպքում ինչ-որ մի բան կար մեջները, որ սա մեր ազգային արժանապատվությունն է։ Այո, գնդակահարում են։ Հիմա ես չեմ ուզում հայմատություն անցկացնեմ արժանապատվության եւ կյանքի իրավունքների միջեւ, բայց իմ կարծիքով այս գործոնը եղել է, որ մեր պապերը, ապու պապերը եւ այլն, սա մեր արժանապատվության դրսեւորումն է եղել։ Հոգեվորականների պատիվ եւ արժանապատվությունը միայն հոգեվորականների պատիվ եւ բոլորի պատիվ եւ արժանապատվությունն է, այն ինչ որ նաեւ մեր համադրությունն է ամրագրում։ Մեր պետությունը ճանաչում է հայրաքելական եկեղեցու կարևոր դերը մեր ազգային կյանքում, բայց դերը էլ ուրիշ ինչպես է լինում։ Եվ առանց որևէ տպավորություն չլինի, որ արդարացնում եմ կամ հայմատում եմ, բայց սա նուրբ դիտարկում է, որ մենք հասկանանք, որ մենք չենք տեսել այդ կարմիր տերորի ժամանակ արժանապատվությունը նվաստացնելու, հետո մարդկանց դա հրամցնելու դրսևորումների։ Ինձ համենայն դեպս հայտնի չի նման դրսևորում։ Այդ ջրբաժանները, հա, ասենք մարդակերի եւ ոչ մարդակերի միջև։ Դա հնարավոր է հաղթահարել եւ եթե այո, ապա ինչպես։ Դուք ասացիք ընդունեցին քրիստոնեություն։ Միայն խոսքը քրիստոնեությանը չի վերաբերում, վերաբերում է նրան, որ ինչ որ հանրային ոչ սև կարապ, չգիտեմ, անունը ինչ տնենք, ինչ որ նման մի բան կարող է լինել։ Ստանդարտ լուծումները այլևս չեն աշխատում եւ չեն աշխատելու։ Այս հասարակությունը վերջնականապես կամ այս պահի դրությամբ տեսանելի ապագայում այնպիսի ջրբաժանների մեջ է, որ ուղղակի հնարավոր չի պատկերացնել։ Ես մի բան եմ հիշում 79 թվականին 1979 թվականին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը Վարշավայում պատարագ էր մատուցել, առաջին անգամ այցելեց իր հայրենիք, երկար ընդմիջումից հետո պատարագ էր, կես միլիոն մարդ էր ներկա, եւ նա չէր ասում կորչի կոմունիզմը կամ չգիտեմ այդ ռեժիմը պետք է տապալվի, նա խոսում էր արժանապատվության եւ ազատության մասին։ Բայց դա շատ հիմա բաներ, պատմաբաններ ասում են, որ դա դրեց այդ ռեժիմի վերջը։ Նման ինչ որ բան ակնկալում եք, թե չէ։ Այս նման բան եմ ակնկալում։ Այս նման բան եմ ակնկալում, որովհետեւ այստեղ ուղիղ քաղաքական ինչ որ process-ներ անկեղծ ասած
նորից ասեմ, ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում, եթե այդ իմացությունը ունենայի, այդ ընկալումները ունենայի, գուցե այլ տեղ ես երկար տարիներ հանրային գործունեությամբ եմ զբաղվում, քաղաքականության այդ փոքր շեմը չեմ ասնում, բայց ես ենթադրում եմ, որ քաղաքական լուծումների արսենալը ավարտվել է։ Այլ հանրային բնույթի լուծումների մասին կարող է լինել, այսինքն բարոյական մակարդակում, արժեբանական, հա, էգզիստենցիալիզմի, ավելի շատ էգզիստենցիալիզմի փիլիսոփայության տիրույթում եմ ես այս ամենը չտեսնում, շատ լավ ուզում եմ հիշել, թե որտեղ է այդ, որովհետև այդտեղ է, որ հնարավոր է չկանխատեսվող ինչ-որ երևույթներ տեսնել։ Իդեպ ես նաև դա տեսնում եմ նույն քաղբանտարկյալների մասով, մարդիկ շատ հաճախ չեն իմանում իրենք այդ վիճակում իրենց ինչպես կպային, դա շատ բարդ բան է։ Որևէ մեկը իմ պատկերացմամբ չի կարող վստահ լինել ինքը կդիմանա թե չի դիմանա, եւ դա ամոթ չի։ Ժանտախտը մի խոսքով Կամյուի։ Ասում ենք, բայց որ արդեն պատկերացրեցի Ժանտախտը, այդ առնետներին, որ վազվզում են, դա Աստված, որ այդքան դաժան չլինի։ Եվ վերադառնալով սկզբին, Մխիթար Գոշը մեզ ինչով կարող օգնի։ Մխիթար Գոշը կարող է մեզ օգնել իր գոյությամբ եւ իր պայքարով։ Նա իրականում պետք է ճանաչել այդ մարդու պայքարը, ես շատ երկար չեմ ուզում խոսել, բայց մենք գործ ունենք մարդու հետ, որը ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց բավական մոտ խնդիրների էր բախվել եւ օրինակ էր։ Կարող էր օրինակ լինել, եթե նա adekvat ընկալվել էլի։ Ես պատկերացնում եմ, որ պետք է ավելի շատ ճանաչել, որպեսզի ավելի շատ ընկալվի եւ այդ օրինակը մենք վերցնենք։ Ոչ միայն Մխիթար Գոշը, Մխիթար Գոշը ընդամենը օրինակներից մեկը կարող է լինել։ Մեր միջնադարյան պատմությունը մենք կարծում եմ լավ չենք պատկերացնում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում եի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։